Ու ոչ մի դեպքում Արցախը չպետք է վերածվի կիրակնօրյա խաշի կենացի։ Չպետք է Արցախի անկման հետ կապվող սկի տոն ձևավորվի։ Ուղղակի պետք է վերաիմաստավորենք անցյալի բոլոր սխալները եւ առաջ շարժվենք։ Երբ հասարակությանը կտրում ես վեհ գաղափարներից, ստամոքսը գլուխ է բարձրացնում, վերածելով լայն շերտերին ընդամենը անասունի։ Հայրենիքի առջև չպետք է ունենալ պարտք։ Ընդամենը հայրենիքի հետ պետք է ունենաս ուխտ, որովհետև պարտքը շատ հաճախ հնարավոր է չտաս կամ փորձես տալ այլ կերպ, իսկ ուխտը չես կարող դրժել։ Համենայն դեպս այսպես է մտածում մեր այսօրվա հերոսը, ում հետ կփորձենք քննարկել Արցախ վերադառնալու հնարավոր տարբերակները։ Նարեկը 20 թվականին ընդամենը ժամկետային զինծառայող էր, ով նույնիսկ վերջնական չէր հասցրել հասկանալ ինչ է բանակը եւ հայտնվեց ճրագանի ամենասարսափելի կռիվների մեջ։ Նարեկը եւ Նարեկի ընկերները կարողացան ոչ միայն կռվել թշնամու դեմ, նրանք կարողացան նաեւ կռիվ տալ մահու դեմ եւ մահին հաղթեցին նաեւ հումորով։ Այսօր Նարեկը եւ շատ երիտասարդներ իսկապես ուխտ ունեն հայրենիքի հետ եւ այդ ուխտը Արցախ վերադառնալն է։ Լսենք նաեւ Նարեկին։ Ոնց ես։ Նորմալ դու ոնց ես։ Նույնիսկ եթե առողջություններս է լավ լինի, նույնիսկ եթե մի բան մոռանանք մենք ինչ իրականության մեջ ենք, էլի չենք կարող լավ լինել, որովհետև ցավոք սրտի 44 օրյա պատերազմ մեր համար այնպիսի մի ծանր փորձություն էր ու առավել եւս չհաղթարված։ Ինչ ես կարծում։ Մենք երբ կկարողանանք այդ ամենը հաղթահարել։ Ասեմ, Կարապետ ջան, ծանր է, նախ պատերազմը շատ ծանր էր, մեծ կորուստներ ունեցանք, մեծ դժվարություններ, փորձությունների միջով անցանք, եւ որ նայում եք մեր պատմության էլի անընդհատ այսպես վայրի վերումներ են եղել, բայց ամենաառաջինը ու կարևորը պիտի մեր հավատը չկորցնենք։ Իհարկե։ Հավատն կարող ստված, որ ցանկացած դժվարություն պիտի միասնական ուժերով, միասնական ջանքերով անցնենք։ Հա ինչի պարտվեցինք, միասնական չենք դրա համար։ Ինչի պարտվեցինք ես։ Որն է խնդիրը քեզ։ Տես ես ասեմ նաև բոլոր նրանց, ովքեր մեզ հետևում են, դու այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան տղա էիր, ժամկետային զինծառայող, ով երևի բանակ զորակոչվելու չէր պատկերացնում, թե ինչերի միջով պետք է անցնի, չէ՞։ Այ մի քիչ խոսես այդ մասին։ Ինչ տպավորություններ երբ որ իմացար պատերազմի մասին։ Ինչ տպավորությամբ գնացիր առաջնակից։ Ինչ ոգևորություն կար արդյոք չկար։ Եվ ինչու մենք պարտվեցինք։ Այս կուզեմ քո բանաձևը իմանալ որպես այդ ժամանակ ժամկետային զինծառայողի։ Շատ կարևոր հարց ես տալիս, որովհետև պատերազմ առաջնագից գնալու այդ ոգևորությունում, այդ պարտության, այդ ամեն ինչը շահկապված են։ Հիմա մի քանիսից պատմություններ քեզ նկարագրեմ։ Ուրեմն սեպտեմբերի 28-ն երբ որ սկսվեց պատերազմը, զորամ ասում էինք, թե առավոտյան հնչեց տագնապը, ճաշան չէինք էլ հասցրել մտնեինք, կամ թե ճաշանում ենք չեմ հիշում, ու գնացինք այդպես դուրս եկանք զորամասից, դες ծառայում էի վայքի զորամասում, դուրս եկանք վայքից ոչ հեռու ինչ-որ տարածքում, այդպես տեղակայվել ենք ու մինչև հոկտեմբերի 5, այսինքն պատերազմի 9-րդ օրն է ստացվում, հոկտեմբերի 5-ը այդտեղ ենք եղել ու ամեն օրվա մտածումը հետևյալն էր, որ երբ ենք հնարավորություն ստանալու, երբ ենք հնարավորություն ունենալու մեր բաժին կռիվը մղելու, մեր գործը հայրենիքի պաշտպանության մեջ ներդնելու, մեր բաժինը անելու այդտեղ ու ամեն օր սպասում ենք այդ հրամանին, թե երբ է գալու հրաման, որ գնանք Արցախ ու հոկտեմբերի 5-ին առավոտյան երևի թե ժամը 7-ն մարդկոցի հրաման եկավ, ասաց տղեկ հավաքվեք, արեք, որովհետև գնում ենք, պետք է գնանք հասնենք տղերքին։ Այստեղ շատ կարևոր բան կա իրականում, շատ ուրախությամբ եմ սա ասում։ Երբ որ հավաքվեցինք, արդեն պետք է գնայինք, դեռ մոտ 1-2 ժամ ժամանակ կար ու այդ ժամանակ ոչ թե մտածում ենք կարող է գնանք, զոհվենք, վիրավորվենք կամ թե ինչ լինի, այլ մտածում ենք որ պիտի գնանք ու այդ ժամանակ հենց
միացել էինք ռազմահայրենասիրական երգեր, հենց այն երգերը, որ մեր ֆիդայինները դնում էին, պարում էին, երգում էին ու գնում էին գյուղի դաշտ ու այդ ոգով մենք գնացինք Արցախ ու սկսվեց այդպես։ Գնացինք առաջինը ջրական, այնտեղ ենք եղել հոկտեմբերի 5-ից սկսած ու այդպես Արցախի Հետարքիր այդ ժամանակ հոկտեմբերի 9-ը արդեն այն ժամանակներ 5-ը կներես թեկուս արդեն պատերազմի 8-րդ օրը Ջարագանում մեր տղաների ոգին ոնց էր այդ պահին, որովհետև իրանք արդեն 8 օր սարսափելի մարդեր էին մղել ու դուք որպես թարմ ուժ երբ որ գնացիք, այ ինչ տեսակ, ինչպիսի տրամադրություններ տեսակ, արդեն կար այդ նահանջելու պարտվողական վիճակը, թե տղեկը դեռևս կանգնած էին ասասան։ Պարտվողի հոգեբանությունը երբեք չունեցա հայ զինվոր, ես կարամ դա վստահ ասեմ։ Երբ որ դու գնում ես արդեն առաջնագից Արցախ, պատերազմի 8-րդ օրն ոնց ասացի, դու այնտեղ երբ որ տղեկը տեսնում են, որ թիկունքից գալիս են իրենց աջակցելու, բնականաբար մարտական ոգին ավելի է բարձրանում։ Ու մտ կարևոր բան եմ ուզում ասեմ այդ ամեն ինչի մեջ, պատերազմի վերջին օրի հետ կապված։ Այ երբ որ եկավ պատերազմի վերջին օրը, մոտավորապես նոյեմբերի 3-ից 4-ից ես զանգել եմ էի Քաշաթաղի շրջանում, դե այդ ժամանակ արդեն հասկանում էինք թշնամին մի կողմից մոտեցել է Շուշիին, մյուս կողմից արդեն մոտենում է Հայաստանի սահմաններին ու այդ ժամանակ մի հստակ բան կար մեր որոշման մեջ, որ մենք պիտի այնքան կռվենք, պիտի շարունակենք մեր պայքարը, չպիտի հանձնվենք, որովհետև մենք հասկանում ենք, որ մենք պարտվում ենք ու չպիտի հանձնվենք այնքան ժամանակ, մինչև գնանք առաջ, մինչև այդ կորսված բոլոր տարածքները հետ վերադարձնենք։ Ու հայ զինվորը կռվել է այդ հոգեբանությամբ, երբեք չի մտածել, որ վերջ պարտվել ենք, 15 կիլոմետր կորստել ենք, որ պարտվելու ենք, չի եղել հոգեբանությամբ։ Կռվել է հայ զինվորը, միանշանակ կռվել է։ Իսկ ով չի կռվել։ Չեն կռվել նրանք, ովքեր ասում էին, որ պատերազմը մենք պարտվել ենք, ես չեմ համարում, որ հայկական բանակը հայ զինվորն է պարտվել պատերազմը, ես համարում եմ, որ պատերազմը պարտվել են մեր ռազմաքաղաքական ղեկավարները, սկսած այն ժամանակից, երբ որ հրահրվեց պատերազմը, ասել են, որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ բացառվեց այստեղ բանակցային որևէ process եւ սկսվեց պատերազմը, իսկ հայ զինվորի ունեցած զենքի սպառազինության մնացած ամեն ինչի առումով ավելի առավելագույնը։ Ոնց հիշում ես ճանապարհին պատմություն էինք պատմում, որ ջրականի երկրորդ գումարտակի ականենտային մարտկոցը պատերազմի առաջին իսկ օրին, որտեղ նաև իմ ընկերն է եղել, պատերազմի առաջին օրին տղերքը 30-40 նվազագույնն են, էլի, այս թիվը ասում, զրահատեխնիկան է ոչնչացել ականանետով, իսկ այդ թիվը խոսում են ականանետով, ամենակարևորը ականանետով։ Իհարկե հակատանկային զենք չի, այդ ֆիքսենք։ Իհարկե, այդ դրան եմ ասում։ Այսինքն տղերքը արել են այն ինչ որ կարող էին անել, առավելագույնը ու այս պարագայում ասել, որ զինվորը չի կռվել, դա նվազն բարոյական չի լինի իհարկե, էլի։ Իհարկե։ Չէ, այստեղ ուղղակի ոչ թե մենք փորձենք բարոյականությունը հասկանալ, ես ուզում եմ նաև մենք յուրաքանչյուրը սկսած շարքային զինվորից մինչև կամավոր ռազմաքաղաքական ղեկավար մենք փորձենք հասկանալ եւ հետեւություններ անել իրականում ինչ է եղել, որովհետեւ ցանկացած դա կլինի պարտություն թե հաղթանակ, պետք է հասկանալ ուժեղ եւ թույլ կողմեր եւ հաջորդին արդեն ավելի հստակ պատրաստվել։ Այ որն էր պատճառը, մեր պարտության պատճառը որն էր։ Զենքի խնդիր ունեինք, զորքի խնդիր ունեինք, ինչի խնդիր մենք ունեինք առհասարակ բանակում։ Այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանալի այդ մասով ես չեմ ուզում հիմա մենք շատ այսպես փորձենք մեր ուղեղներն այնտեղ չարչարել, որովհետև իրականում մենք գիտենք ինչ են արել։ Այ իսկ կոնկրետ զորքը, դες դու ականանետավոր ես, չէ՞, այդ ժամանակ։ Այո, հրետանավոր եմ։ Ու ոնց թույլ դու օգտվելով ավետից նաև մեր հրետանավոր ընկերների։ Ես ուզում, այո։ Մենք ճիշտ է տեսա ֆիլմը կլինի մի փոքր ավելի ուշ, բայց նշենք, որ այսօր հոկտեմբերի 19-ն է, այսօր հայոց բանակի աստվածների օրն է, որովհետև հրետանին ինքը պատերազմի աստվածն է, այո։ Շնորհավոր ենք բոլորին, փառք են տղեկին, ովքեր մարտական պարտականություններ կատարելիս ընկան, եւ տա Աստված, որ մեր հրետանին թշնամուի երկնքում մշտապես կարողանա կայծակ առաջացնել եւ կարողանա թշնամու հողում կոնկրետ լուրջ իրական վնասներ հասցնի։ Այ մի քիչ կպատմես քո մասնակցությունից։
Պատմեմ ու մի քանի նաև կարևոր դրվագներ նշեմ, էլի, ասենց ընդհանրական, ուրեմն դե ջրականում լսել ենք, ասում էին ծանր կատաղի մարտեր են, իրականում մինչև գնալը չենք պատկերացնում, էլի, թե դա ինչ է նշանակում։ Ու երբ որ գնացինք, արդեն սկսվեց մարտական գործողությունները, սկսած հոկտեմբերի 6-ի լուսադեմից, այդ ժամանակ հասկանում ես դու, երբ որ դու որպես հրետանավոր քեզ տրվում է հրաման, որ պետքա շատ արագ այսինչ նշանակետերին վայրկյանների ընթացքում կրակ արձակես ու դու ուզես թե չուզես այդ պետք է անես, հասնես թե չհասնես այդ պետք է անես, ու ասես մի աստվածային ուժ է իջնում քո վրա, երբ որ դու սովորական մարտական ուսումնական վարժակների ժամանակ դա չէի կարողանում անել, ասենք օրինակ, երբ որ հրաման է տրվում 10 կամ 15 վայրկյանը 1 հաճախածիկ կրակ նշանակում է պետք է տվյալ թիրախի վրա 10-15 վայրկյանը 1 առնվազն 1 սնարյադ ուղարկես ու երբ որ օրինակ ուսումնական պայմաններում դա չէի հասնում անել, մարտական պայմաններում դա հասցնում էի անել ու ջրականում ի՞նչն է խնդիրը, ընդհանուր առմամբ դա հասկանում ենք բաց դաշտ է ու այդտեղ մեր վրա շատ է աշխատում նաև հակառակորդի օդուժը, հիմնական խնդիրն է պատերազմի պարտության պատճառներից մեկը դա է, երբ որ կար հակառակորդի շատ մեծ օդուժ, այսինքն անօդաչու թռչող սարքեր, օդանավ, այդ վերտոլյոտներ եւ այլ ամեն ինչը մեծ խնդիր է առաջացնում։ Ու այդ պայմաններում կրվելը ավելի է բարդացնում, որովհետեւ դու հասկանում ես, էլի, երբ որ օրինակ հրետանու մոտ աշխատում ես, հակառակորդի անօդաչուն տեսնում ես ու վերջ պետք է քեզ հարվածի, բայց այդ ժամանակ այդ քեզ չէր հետաքրքրում, այսինքն զինվորը մահվան մասին ինչ որտեղ չէր մտածում, էլի, այդ ժամանակ չէր հասցնում նույնիսկ մտածել որ կարող է զոհվես, ու մենք այդ ժամանակ մեր խնդիրն էինք արտադրում ու նաև ուզեմ sense մի երկու բան ասեմ, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչ ոգով է կրվել զինվորը, ընկերասիրության մակարդակը, պատերազմի ժամանակ եւ այլն, ու այսպեսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ որ մեր ընկերներից մեկը ոտքից վնասվեց, չվիրավորվեց, ուղղակի բարձր տեղից ցածկել է, այտենց փոսի մեջ գիշերը վարորդներից հետ։ Ու իրան գիտկած էինք տեղափոխում։ Պատերազմի ժամանակ, երբ որ հաջորդ օրը արդեն հոկտեմբերի 8-ն էր, օդային տագնապ հնչեց, որ պետքա ուրեմն մեքենաներից ավելի հեռու գնայինք, որովհետև ամբողջը մեջը սնարյադներ էին կար պայթեր։ Այնպես ստացվեց, որ մեր ընկերոջը թողել ենք մեքենայի մոտ, եթե անկեղծ, ու մոտ 100 մետր հեռանալուց հետո հիշեցինք, որ մեր շանթն Ղազարյան, շանթին թողել ենք, ու դե ինչ պետք է անես, բնականաբար չես կարող ընկերոջը թողնես մեքենայի մոտ, գնացինք մի 3 հոգով վերեցինք ու նույնը հիշում եմ Ջաբրայիլում հոկտեմբերի 7-ի գիշերը, երբ որ հակառակորդի կողմից ծանր հարվածներ ստացանք, հրետանի, զրահատեխնիկա, բավականին զոհեր տվեցինք հենց այդ օրը վիրավորներ ու մեր ակնհայտ մարդկոցը ոչ միայն աշխատում էր, այսինքն կրակելու խնդիրը կատարելու ուղղությամբ, նաև վիրավորներին առաջնագծից բերելու, դեպի ավելի ապահով տանելու, վիրակապելու, առաջ օգնություն ցույց տալու, այս ամեն ինչի մեջ ու դա եղել է ու դրսևորվել է այնպես որ հայ զինվորը արել է ուժերի առավելագույն ու կապ չունի դու հրետանավոր էիր, բժիշկ էիր, հոգեորական էիր, թե ինչ էիր, ինչ որ կարողանում էիր անել, անում էիր ու դա արել ենք։ Մենք արել է բանակը, փառք ու պատիվ մեր տղերքին, ու այս իմաստով արել ենք առավելագույնը, բայց ցավոք այսօր ունենք կորսված Արցախը եւ պետք է մտածենք թե ոնց ենք վերադառնալու Արցախ։ Իսկ դες իհարկե չեմ ուզում այս մեր զրույցը շատ ավելի քաղաքականացնել, որովհետև մեր խնդիրը մի փոքր այլ է, բայց դու ստիպում ես հիշել մեկի խոսքեր, ով վերջերս ասում էր, որ Արցախը դա մի թոգ էր, որը գծված էր Հայաստանի վզին, պարաներ, գծված էր Հայաստանի վզին եւ դա թույլ չէր տալիս, որովհետեւ մենք ինքնիշխան լինեինք, անկախ լինեինք եւ այսօր մենք փաստացի ազատվել ենք այդ թոգից։ Իսկ արժի նորից այդ թոգը պայմանական ասած նորից մեր պարանոց են գծել։ Թույլ ասեմ, իրենք էին թոգ գծված մեր վզին, գծված Արցախի վզին եւ պետք է նաեւ իրենցից ազատվել։ Իհարկե իսկ լավ, այդ ինտերամաբանության մեջ Արցախը մեր ինչին է պետք։ Արցախը մեր սրբազան հայրենիքն է, տարբեր տեսանկյուններից կարող ենք դիտարկել։ Արցախը մեր համար տնտեսական շատ մեծ նշանակություն ուներ, իհարկե։ Արցախի համար մեր պապերը,
արուն են թափել Արցախը, մեր հայրենիքն է, այնտեղ ունենք հազարավոր եկեղեցիներ, վանքեր, մեր պատմությունը, մշակույթը, մեր ինքնությունը ամբողջ Արցախում է։ Եթե դա ամեն ինչը մենք մոռանանք, չմտածենք դրա մասին, որպես ազգ ժողովուրդ։ Դե ասում են օրինակ հայոց պատմությունն էլ կարելի է մոռանալ եւ փոխարենը ունենալ հայ ժողովրդի պատմություն եւ ստեղծել նոր իրական Հայաստանը։ Հիշում եմ, որը կարող է նաեւ մեզ ավելի կուշտ պահի, նաեւ ավելի խաղաղ պահի։ Այ խաղաղությանը դու հավատում ես։ Խաղաղությունը հավատում եմ միայն այն դեպքում, երբ որ մենք ուժեղ լինենք, հզոր լինենք եւ այդ խաղաղությունը չլինի պարտադրված։ Այլ մենք պարտադրենք այդ խաղաղությունը։ Երբ որ մենք խաղաղություն պարտադրենք, կլինի խաղաղություն, բայց եթե պարտվողի հոգեբանությամբ նայենք այդ խաղաղությանը, այդ խաղաղությունը չենք ունենա։ Ինչ խաղաղություն ենք ուզում։ Եթե թշնամու հետ մի հարկի տակ ապրենք առանց ինքնության, առանց արժեքների, առանց այս ամեն ինչի, որտեղ որ կանգնած ենք այս եկեղեցում, սրբավայրում, որը վկայում է, որ մենք դարի վեր այս հորի վրա ենք եղել, եթե այն խաղաղությունը, որի մասին հիմա քարոզում է, այդ ճանապարհով գնանք, սա տեղը մսկիթ կլինի, մենք էլ չգիտեմ որտեղ կանգնած կլինենք, ես այդ խաղաղությանը կողմ չեմ հավատում։ Դե ասում են աշխարհի քաղաքացի, օրինակ ես տարիքով մի քիչ մեծ եմ, իմ համար դժվար է ժամանակակից շատ բաներ ընկալելը, բայց դու շատ ավելի երիտասարդ ես, ընդամենը 24 տարեկան, օրինակ ավելի լավ չի, ավելի երջանիկ չես լինի, եթե դու մտածես աշխարհի քաղաքացի լինելու մասին եւ ոչ թե Հայաստանի քաղաքացի լինելու մասին, այսինքն դու մտածես քո առօրյա կյանքը վայելելու հետաքրքրություններ ձեռք բերելու, քան հայրենիք վերադարձնելու, ավելի հեշտ չի լինի այդ տարբերակով ապրել քո համար, այլ մենք հին մարդ ենք, դու այստեղ մտաբերեցի Նժդեի խոսքերը, երբ խոսում է աշխարհի քաղաքացի գաղափարի մասին Նժդեը եւ ասում է այն մարդիկ, ովքեր խոսում են գաղափարից, իրենք ուղղակի խուսափում են իրենց հայրենիքի առաջ ունեցած պատասխանատվությունից։ Հետևաբար աշխարհի քաղաքացու գաղափարը մեզ տանում է նա, որպեսզի չունենանք պատասխանատվություն, չստանձնենք պատասխանատվություն հայրենիքի առաջ, իսկ ես որպես քրիստոնյա գիտակցում եմ, թե ինչի համար եմ այս կյանքում, որպես քրիստոնյա ունեմ առաքելություն եւ ուղղակի աշխարհիկ հաճույքները չի իմ առաքելությունը, իհարկե այդ ամեն ինչը ցանկալի է, որ որոշակի առումով դրսևորվի, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրես, բայց միանշանակ որպես քրիստոնյա չես կարող հայրենիքը համեմատել եւ փոխել այդ ամեն ինչի հետ։ Այ որն է Նարեկի համար հայրենիքի պարտքը կամ հայրենիքի արժև ունեցած պատասխանատվությունը։ Այ որ ասացիդ պարտք, մի հատ պատմություն հիշեցի, ինքերդերով նստած էինք ու նաև ինքերոջս ավագ եղբայրը, որը նախկին զինվորական է, մի լավ միտք ասաց մենք հայրենիքի առաջ պարտ չունենք այդ ուխտը, որը մենք կապել ենք մեր հայրենիքի հետ, մեր ծննդյան օրվանից, ու մենք այդ ուխտը ունենք, ես դրանից հետո մտքով եմ առաջնորդվում, այդ ուխտը ունենք մեր հայրենիքի հետ եւ ամենաառաջին իհարկե չուանել են ամեն ինչը որ ունենք, ինչ որ տեսնում ենք, հա, մեր իրականության մեջ եւ մենք յուրաքանչյուրս մեր գործունեությամբ, մեր մասնագիտությամբ, մեր ավի կյանքով իշա մեր հայրենիքի աշխատանք իրականացնենք, եթե ճարտարապետ ենք, ծրագրավորող ենք, իրավապաշտպան ենք, ինչ ենք, դա իրականացնենք իշա մեր հայրենիքի, օրինակ եթե ճարտարապետ ես, պետք է քաղաքաշինական այնպեսի զարգացվածություն տաս քո համայնքին, քո երկրին, որպեսզի մարդկանց համար այդ համայնքում ապրելը, երկրում ապրելը բարեկեցիկ լինի, հա, ոչ թե այ օրինակ այնպեսի շենքեր կառուցես Երևանում, որ օրինակ Արարատ լեռը փակվի, էլի, այսինքն այս ամեն ինչը շատ կարևոր է։ Դու փորձեցիր իմ հաջորդ հարցի մի մասը, բայց մասն պատասխանել, ինչ ենք անելու մենք, ես, դու, բոլորս, ինչ ենք անելու, որպեսզի Արցախ հետ վերադառնանք։ Այդ անհրաժեշտության մասին մենք իհարկե մի փոքր խոսեցինք, ես չեմ ուզում շատ ծավալվել, որովհետև իրական հայի համար նման հարց գոյություն չունի, Արցախ վերադառնալու ենք թե չէ, յուրաքանչյուր իրական հայ ինքը գիտի, որ իր պարտքն է, իր պատասխանատվությունն է կամ ինչպես դու ես ասում, ուխտն է։ Բայց հիմա մենք ինչ պետք է անենք, դու որպես երիտասարդ, այ ո՞նց ես պատկերացնում, ինչ եմ անելու ես, ինչ ես անելու դու, ինչ են անելու առհասարակ մեր համակարգացիները, մեր համաերկրացիները, ինչ ենք մենք անելու։ Ես ուզում եմ այդ գլոբալ դու դա փորձես քո տեսանկյունից ներկայացնել։ Ում այստեղ հիշեցի Պողոս Արաքելի խոսքերը ուղղված Ֆիլիպեցիներին, ասում է ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, նախ առաջինը ես ընկալում եմ հարցի մեջ հոգևոր բովանդակությունը, որը ամենակարևորն է, որը մեզ ուժ է տալիս մնացած առումներով գործելու։ Առաջինը մենք մեր գիտակցության մեջ պիտի հավատանք այդ ամեն ինչին, որ կարող ենք վերադառնալ դեպի Արցախ, որ պիտի դա լինի։
որովհետև առանց հավատքի, առանց հավատալու որ մենք կարող ենք վերադառնալ Արցախ, ուղղակի խոսենք այդպես չի լինի, առաջինը պետք է մենք հավատանք եւ մեր հայրենակիցներին, մեր ժողովրդին պիտի դա իրապես այսօր շատերը ինչ որ առումով հիասթափված են, հուսալքված են տարբեր առումներով եւ որպես քրիստոնյա իմ եւ նաեւ քո եւ բոլորիս պարտականությունն է որ մարդկանց մեջ այդ հավատը վերականգնենք, որպեսզի մարդիկ իրապես հավատան որ Արցախ վերադարձ լինելու է ու պետք է ամեն օր աշխատանք տանենք մեր երկրի համար ոնց ասացի լավ քաղաքացիներ դառնանք հիմա քաղաքական եւ ռազմական առումով չեմ ուզում դիտարկեմ այդ հարցը դա բնականաբար պետք է ռազմական առումով շատ ուժեղ լինենք պետք է տնտեսապես կայուն պետություն ունենանք, պետք է կարող ենք անել ըստ քեզ։ Իհարկե կարող ունենք այդ պոտենցիալը։ Միանշանակ ունենք։ Այդ թե չունենայինք, ես կարծում եմ անձամբ ես ու դու այստեղ անելիք չենք ունենաս, հաղորդումներ չենք նկարի, միանշանակ ունենք, ես հավատում եմ։ Հավատում եմ, որ ունենք, ուղղակի մեզ շատ երկար տարիներ փորձել են դա համոզեն, որ չունենք։ Շատ երկար տարիներ փորձել են հայաստանցի եւ արցախցի այսպես բաժանում մտցնեն, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ միգուցե հասնելու են այս օրվան, որ Արցախը գերեվարեն եւ արցախցիները այսպես բռնի տեղանվեն Հայաստան ու այս բաժանումը երկար տարիներ, այո, երկար տարիներ արցախցի հայաստանցի բաժանումները ամեն ինչը որպեսզի նորից միասնականություն չլինի, որպեսզի չհամախմբենք ու այ Արցախ վերադարձի մասին չմտածենք, բայց ես թողնում եմ մի կողմ այդ կեղծ օրակարգը, որ Արցախ վերադարձ ասում են չի լինելու, մենք ուժեղ չենք կարող սա անենք, նա անենք։ Մենք ամեն ինչ էլ կարանք, ամեն ինչ էլ կարող ենք անել ու վստահ եմ կարող ենք վերադառնալ Արցախ։ Դες քեզ նայելուց, այսպես քեզ լսելուց միաժամանակ մոդս այնպիսի մի իրավիճակ է, որ մի կողմից ահավոր ուրախանում եմ, մյուս կողմից սարսափելի տխրում։ Շատ ուրախանում եմ, որ քո նման երիտասարդը, քո նման տղեն ու շատերը կարողացան այդ ջրագանի դժոխքից դուրս գալ։ Ու շատ ցավում եմ, որ քո նման շատ տղաներ էլ չկարողացան։ Այդ 20 թվականի պատերազմին ես ամեն օր քո նման տղեկ եմ տեսել, որոնք իսկապես հրաշք էին, որոնք իսկապես հայ են եւ որոնք, չգիտեմ, հնարավոր չէ, շատ եմ ասել, որ հնարավոր չի նկարագրել, թե այնտեղ ինչ էին անում 18-ից 20 տարեկան տղեկը։ Այսօրվա քո խոսքը ինձ թվում է շատերին երևի ցույց կտա թե ինչ էին անում։ Իսկապես շատ ուրախ եմ ու կարծում եմ, որ մենք անպայման պիտի հետ գնանք։ Միակ ճանապարհը դա է, մենք պարտադիր պետք է նորից հետ վերադառնանք Արցախ։